վերջին տարիներին 5-րդ գումարման ազգային ժողովի գործունեության ընթացքում ցավոք ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում կամ ավելի ճիշտ ահազանգներ ենք ստանում լրագրողների աշխատանքի խոչընդոտելու կամ լրագրողների հասցեին հնչած վիրավորանքների, պիտակավորումների կապակցությամբ ես որպես ազգային ժողովի падգամավոր եւ որպես էթիկայի հանձնաժողովի նախագահ նախկին եւ որպես երկարամյա լրագրող մտահոգություն եմ արտահայտում այս իրավիճակի կապակցությամբ եւ ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վերաբերյալ, որ մենք իդեմս լրագրողների գործ ունենք հանրությանը մեզ հետ կապող եւ մեզ հանրության հետ կապող կարգավիճակ ունեցող մարդկանց հետ եւ իմ կոչն է եւ հորդորն է ազգային ժողովի բոլոր падգամավորներին, որպեսզի լրագրողների հետ հարաբերություններում մենք պահպանենք էթիկայի, падգամավորական էթիկայի կանոնները։ Սա 9 տարի առաջ ընդդիմադիր падգամավոր համատեղության կարգով լրագրող Նիկոլ Փաշինյանն է, ով ըստ տարածվող լուրերի սիրում էր այն ժամանակվա իշխանականների մասին նյութեր չհրապարակելու համար նրանցից ծածուկ գումարներ վերցնել, բայց բարձր ամբիոններից նրանց բարոյախրատական դասեր տալ, մեղադրել ինչպես կոռուպցիայի, թալանի, այնպես էլ լրագրողների դեմ բռնություն կիրառելու մեջ, բայց ինչպես տեսնում ենք, Փաշինյանին պետք է լսել, բայց հասկանալ ճիշտ հակառակը։ Եվ այսօր նրա կառավարման օրոք ինչպես վերջը տրվեց թալանին, այլ հակառակը ինքն ու իր թիմակիցները ավելի խորը թաղվեցին կոռուպցիայի մեջ, այնպես էլ մամուլը հայտնվեց առավել վատ վիճակում։ Ժողովրդավարության բաստիոն համարվող Հայաստանում ավելի ու ավելի վտանգավոր է դառնում լրագրողի աշխատանքը։ Ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրողներն այսօր թիրախավորվում են իշխանությունների կողմից։ Խոչընդոտվում է նրանց աշխատանքը ազգային ժողովում, կառավարությունում, ինչպես նաև բողոքի ակցիաների ժամանակ իշխանության սրտի ոստիկանների միջոցով։ Եթե դուք դեռ շարունակում եք նախկիններին մեղադրել եւ նրանց քննադատել լրագրողների աշխատանքը անարգելու, վիրավորելու համար, հիշեցնենք, որ միայն այս իշխանությունների օրոք սկսեցին համատարած լրագրողներին զրկել հավատարմագրումից եւ արգելել մուտքը խորհրդարան։ Միայն այս իշխանությունների օրոք ոչ թե պաշտոնյաներն են լրագրողներին դատի տալիս սուտ տեղեկություններ գրելու համար, այլ հենց լրագրողները падգամավորներին իրենց վիրավորելու, նսեմացնելու, հեռախոսներն ու խոսափողները ձեռքներիս խլելու եւ աշխատանքը խոչընդոտելու համար։ Վերջին շրջանում նրանք այսքանով էլ չեն բավարարվում եւ արդեն անցել են անձնական վիրավորանքների դաշտ։ Իշխանական падգամավորները երևի մոռանում են, որ իրենց աշխատավարձերը գոյանում են քաղաքացիների հարկերից, այդ թվում նաև հարկեր մուծող լրագրողների եւ իրենք պարտավոր են պատասխանել հանրությանը հուզող բոլոր հարցերին, որքան էլ այդ հարցերը իրենց համար հաճելի չլինեն։ Մաքրեք ձեր շրթունքները, շատ լավ։ Ոչ մի բան, ասեք։ Այսինքն էս ինչ բուլինգ եք ձեր կարծիքով, բուլինգի եք ենթարկում լրագրողներին, լրագրող չէ, Տիկին Ջեբեջյանին։ Հիմա ձեզ այդ նորից ասեմ, որ հոսանքազրկեցի, վերջ։ Դուք ասում եք, որ Լսի, ներողություն եմ խնդրել, հեռացեք ստելի։ հանգստով պահեք ձեր։ Լսեք, չեմ տալի հարցազրույց, հեռու գնացեք։ Սա ասած տարածք է։ Լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վարպետ են նաև ազգային ժողովի անվտանգության աշխատակիցները, դե իհարկե կրկին իշխանականների ցուցումով։ Այս կադրում դուք տեսնում եք, թե ինչ ջանասիրաբար են բռնի կերպով լրագրողներին դուրս հանում հենց լրագրողների համար նախատեսված օթյակից։ Անդե լիքը մարդ կա, հանգստացի։ Սա նմանատիպ դեպքերից ընդամենը մեկ օրինակ է, բայց այդպիսիները վերջին տարիներին բազմաթիվ են։ Նույնիսկ 24 ժամը չի բավականացնի դրանց մասին խոսելու կամ գրելու համար։ Եթե ձեզ թվում է, որ իշխանականների ցուցումներով լրագրողների աշխատանքը խոչընդոտվում է միայն պետական կառույցներում, ապա շտապենք հիասթափեցնել։ Վտանգավոր վարքագիծ ունեն ոչ միայն իշխանականները, այլ նաև իշխանամետ քաղաքացիները, ովքեր համաձայն են, որ հացը 1000 դրամով առնեն, թշնամին մտնի իրենց տուն, իրենք գաղթ
հաղթական դառնան, միայն թե իրենց Նիկոլը մնա գահին, նախկիններն էլ հանկարծ հետ չգան։ Երբեք իշխանության չեք գալու։ Եթե գաք, ավելի լավ է համատարած պատերազմ լինի, մեր ու մանուկ կոտորվեն։ Հղի չբեր բոլորը, քանստե գան նախկին իշխանությունը։ Ռեկտորին մտան համասարած, ռեկտորին որ ասին, Շուշին հայկականա թե Ադրբեջանին։ Ինչ։ Մայրի, ինչ, Ադրբեջանի կազմի մեջ։ Այս մարդիկ տարիներ առաջ մասնակցում էին հրապարակում Փաշինյանի մարտի 1-ին կազմակերպած հանրահավաքին։ Այնտեղ հավաքված աջակիցների մեծ մասը այնքան անադեկվատ էր, շատերը նույնիսկ ալկոհոլի ազդեցության տակ, որ լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները բոլոր ընդդիմադիր լրագրողներին հանրահավաքը լուսաբանելու համար զրահաբաճկոններ էին ուղարկել։ Իշխանական ակտիվիստների ագրեսիան այսքանով չէր ավարտվում։ Մի դրվագով էլ Փաշինյանի աջակիցները որոշել էին իրենց առաջնորդին ձվերով պաշտպանել։ 4 երիտասարդներ ձվերով հարձակվել էին Հայելի ակումբի վրա։ Այս մեր մեսիջներն ա ժողովուրդ ջան։ Հայելի վրա Այսօր էլ արդեն լրագրողներին, այսպես ասած, սանձելու առաքելությունը Փաշինյանը կարծես տվել է դատավորներին։ Օրեր առաջ հակակոռուպցիոնի դատավոր Սարգիս Պետրոսյանը դահլիճից հեռացրեց նիստը լուսաբանող լրագրողին։ Ինչպես հետո պարզ դարձավ, նեղսրտել էր, որ ընդդիմադիր լրատվամիջոցում իրեն իշխող ուժի հետ ասոցացնող նյութեր են հրապարակվում։ Դե հարգելի քաղաքացիներ, եթե կարծում եք, թե այսօր այս իշխանությունների կառավարման պայմաններում լրագրողի համար հեշտ է խնդիրների մասին բարձրաձայնելն ու տեղեկատվություն հայթայթելը, ապա սխալվում եք։ Այսօր ցանկացած պահի վտանգված է լրագրողի մասնագիտական գործունեությունը, կյանքն ու առողջությունը։